Իմանալ պատասխան կտան թե չէ։ Թե չասենք այս ժողովուրդը մեզ պատասխան չի տալի։ Հանրապետական աշխատանքի որ իրենց հարցերը լուծեն, ոչ մեկ պատասխան չի տալի։ Քնչականի դեմը ոչ մեկ չի պատասխան չտվեց, կամ մի 4 հոգով գնանք կենտրոնական քնչական մարմնին դիմենք։ Հայցել է մեր իշխան ես կուսեմ, մեր տնօրենն էլ հայցա ներկայացել, որ խոսքի ասենք պրոբլեմի ինչումն է, որ այս հիմնակը փակել են։ Եթե հայցի պատասխանը չեն տալի, մի 4 հոգով գնանք, բանվորներով գնանք, պատասխանը մենք ստանանք։ Հիմա կլինի պատասխան, կլինի չի լինի, հետո մենք մեր հարցերը տնենք ոնց ենք լուծում։ Այս պահին պատրաստվում եք գնալ։ Չէ, այս պահին արդեն ժողովուրդը կոտրված, այս միշապետը գնում գալիս է։ Առավոտյան գալի գնալ կենտրոնական քնչական մարմին, փորձենք պատասխան ստանալ։ Ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն այսօր էլ ոչինչ չեք։ Ну, ես գտնում եմ, եթե Աբովյանի քնչականը չի կարող պատասխան տա, ասենք ոտքով միջև իշտեն կամ տրանսպորտով իշտեն քաղաքում հասնենք, ընդ ասեն ժամը շատ ուշ կլինի։ Առավոտյան կարելի է գնալ, ընդ այդ հարցի պատասխանը փորձել ստանալ։ Եթե կտան, եթե չէ, ժողովուրդը մի շաբաթ անընդհատ sense գործի գալով, գնալով, բայց չաշխատելով իրանց հարցի լուծում չի լինի։ Միակ տարբերակը դա է մնում։ Просто մեր ուզածն է հարցին լուծում տալ ժամանակավոր է 10 օր, 20 օր, որ ասենք աշխատողներն էլ իմանան 10 օրից հետո են գալու գործի պատրաստվեն, թե 20 օրից կամ թե չեն գալու։ Դա սա խնդիրը, աշխատելու ենք, թե չենք աշխատելու։ Դուք փաստացի մեկ շաբաթ է այդ հարցի պատասխանը։ Եթե բանը այսօր այնտեղ էլ չկարողացան հարցին պատասխանել, հիմի մենք դիմում ենք իրանց ասելով դիմեք Երևանի քնչական կոմիտե, քանի որ այսօր հոգնածության պատճառով ոտքով կամ վաղը ժամը 9-ին մենք կհավաքվենք եւ ոտքով թե տրանսպորտներով կմեկնենք այդտեղից վերջնական ստանալու, եթե չստացենք ստանաք հարցերի պատասխանը։ Հուսով եմ Հայաստանի Հանրապետություն ներկայացնող քնչական կոմիտեը պետք է որ Հայաստանի բնակիչների համար ինչ-որ մտածի, ինչ-որ մի քայլ անի։ Մենք այսօր ուղղակի ավարտվում ենք, պայմանավորվենք վաղը ժամը 9-ին գան, իշտենք Երևան քնչական կոմիտե։ Մեր Աբովյանի բաժինը ոնց պետք է ինքը ճանապարհես նորմալ, որ իրանք իրավասու չեն այդ հարցին պատասխանելու։ Մենք մեկնելու ենք վաղը Երևան, կենտրոնական։ Տղեր ջան, վաղը ժամը 9-ին Դեմը չի կարելի։ Ավարտվում ենք ստեղ։ Երևան կենտրոնականից արդեն ստանանք։ Մենք փորձենք, եթե պատասխանը չտվին, գոնե մի հատ ինչ-որ հայց ներկայացնենք, որ բանվորների կողմից, աշխատողների կողմից, որ ասենք գոնե մեզ պատասխան տվեք, քանի օր հետո կբացվի արտադրամասը։ Քնչական կոմիտեին։ Մենք հայց կներկայացնենք, տեսնենք ինչ պատասխան կտան։ Եթե չի ստացվի, դա մենք արդեն պետք է մտածենք ինչ է գալու։ Այնքան մարդ կա, ասենք 24 տարի է հիմնարկի բացման օրվանից աշխատել եմ։ Մարդիկ կան, որ իմ հետ աշխատել են 24 տարի, դա վիճակ չի այս մարդկանց համար։ Հենց որ Գերեվա, վաղ պատասխանը Գերեվա, ինչ կասեմ։ Եթե վաղվեն ձեզ չընդունեն։ Վաղը եթե չընդունեցին, այդ ժամանակ արդեն աշխատողները իրանք կորոշեն խոսքի, ինչ քայլի կարան դիմեն։ Մարդկա կարող գնում ուրիշ գործի տեղաճարում, բայց դա ցանկալի չի, որովհետև այս արտադրամասը քարի արտադրություն մարդիկ աշխատում են ծանր աշխատանք, հետո որ աշխատելը գիտի։ Շատ դժվար է, դաժե այդ աշխատանքը որ իրանք համաձայն են այդ գումարով աշխատում են, հիմա ուրիշտեղ իրանք շատ հանգիստ գործ կճարեն, ես դա էլ ասեմ, բայց չի կարելի աշխատող հիմնարկը փակել։ Պլյուս վրա բացի աշխատանքը փակելուց, փակում է բոլոր մի քանի զակաշիկներ կան, որ խոսքի քար են, ասենք, տարել են, որ աշխատը կիսատ պրատ է մնաց, այդ շինարարությունները կիսատ է, այդ մարդիկ էլ են տուժում։ Դա խնդիրները շատ է, էլի հիմա որ հատատոր դելադեմ ինչ հետևանքներ կունենա, եթե 70 հոգից տեղ է աշխատում, բազմապատկեք 4 հոգ մինիմումը, ընտանիքի անդամների հետ։ Այդքան մարդ մնում է օդի մեջ, այդ վարկեր, հարկեր ես նորից չկրկնեմ տղերքի ասած, հարկեր, վարկերն է, մեր Ղարաբաղի ընկերների մոտ 6 հոգի բանը իմ բրիգադում աշխատում է 6 հոգի Ղարաբաղի բանը աշխատողներ են։ Մարդիկ մի կերպ ընդունվել են գործի, տուն են վերցրել, վարկ են փակում, ասենք իրանց կոմունալներն են փակում, մարդիկ վարձովել են ապրում, դա խնդիր է սա։ Եթե չընդունեն վաղը բողոքի ակցիաներ շարունակելու։ Դե sense բողոքի ակցիան ճիշտ ասած չգիտեմ, եթե արդյունք չի տալու, սա դա արդեն կառավարությունը թողոշես մարդկանց հարցը ոնց է լուծելու։ Չի կարելի է ձեր։ Եթե չի որոշելու, արդեն այդ մարդիկ իրանք
մի ուրիշ քայլի կարան դիմեն, որ ցանկալի չի։ Մենք ցանկանում ենք օրինական ձևով, առանց քաղաքականության, առանց ոչ մի բանի մեջ մտնելու, մարդիկ ուզում են իրանց աշխատանքը։ Թե չէ կառավարության որոշումով չի իմ կարծիքով, էսի քննչականը պետք է որոշի, թե ինչ հարցեր են իրանք որոշել, ինչ են փակել, իրանք կարող հարցին պատասխան տան։ Չգիտեմ, իրավաբաններ մենք, ասենք մենք չենք, որ իրավաբան պետք է վարձենք, որ իրավաբանները այդ հարցերով զբաղվեն։ Կատանորություն երևի զբաղվում են, ճիշտ ասած, այս կուրսի չեմ։ Դե հետո ինչ քայլի կդիմենք, դա էլ արդեն երևա։